Պարոն Մանուկյան, մի քանի հարց ունեմ, առաջինը քննարկել եք արդյոք ձեր թեկնածուի հարցը Ուժեղ Հայաստան խմբակցության հետ, սա համատեղ քննարկումների արդյունք է թե ոչ, երկրորդը ինչ է փոխվել Հարգելի գործընկերներ, լրություն խնդրում եմ պահպանել, տիկին Վարդանի ժամանակը վերականգնեք, տիկին Վարդան նորից սկսեք, լավ չէր լսվում։ Պարոն Մանուկյան, հարցնում եմ, արդյոք քննարկել եք ձեր թեկնածուի հարցը Ուժեղ Հայաստան խմբակցության հետ, երկրորդ հարցս, ինչ է փոխվել ձեր խմբակցության կյանքում, որովհետև նախորդ անգամ դուք հրաժարվել էիք պաշտոններից, ասելով, որ իրավիճակը աբսուրդային է, որ այս իշխանությունները բռնապետեր են, որ գերիները դեռ Ադրբեջանում են գտնվում եւ նման քաղաքական այլ հայտարարություններ, որի արդյունքում դուք հրաժարվել եք, ուզում եմ հասկանալ, փոխվել է արդյոք օրվա իշխանությունը, որ ձեր որոշումը ըստ դրա փոխվի, որովհետեւ ձեր հայտարարության հիմնավորումը դա էր։ Եվ երրորդ հարցը, ընտանեկան բռնության մասին օրենքը իմ եւ գործընկերներիս համահեղինակած, ձեր խմբակցությունը, այդ թվում Տիկին Գալստյան, կուզեմ դուք էլ ձեր ելույթում սրան այս հարցին անդրադառնաք, բացի այն, որ գրեհկաբանության վերածվեց հարցի քննարկումը, որը միտված էր պաշտպանելու կանանց եւ երեխաների իրավունքները մասնավորապես, ձեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, կարելի ասել։ Այս մասով ինչ կասեք, խնդրեմ։ Նախ առաջին հարցի պատասխանը ոչ, չեն քննարկել։ Երկրորդը ինչ է փոխվել մեր կյանքում։ Մեր կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Մեր քաղաքական գիծը մեկն է, նույնն է, շարունակելու ենք պայքարել այս իշխանությունների դեմ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների հրաժարումին։ Տիկին Վարդանյան, այդպես չէր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի օրվա մեջ որոշում կայացրեց պաշտոնազրկել ազգային ժողովի փոխնախագահ ընդդիմադիր պատգամավորին, հանձնաժողովի նախագահին, որից հետո կարծում եմ, որ նորմալ ցանկացած մարդը քաղաքական գործիչը այդ անարդարության քաղաքական հաշվեհարդարի դեմ պետք է ունենար կեցվածք։ Կեցվածքն արտահայտվեց Արմեն Գևորգյանի հրաժարականով, որտեղ երբ որ իր գործընկեր երկու հանձնաժողովի նախագահ պաշտոնազրկվում են, մարդը նորմալ չի, որ շարունակի, ոնց որ ոչ մի բան չի փոխվել։ Դեռ ավելին ասեմ, Թագուհի Թովմասյանը որոշեց շարունակել իր աշխատանքը եւ լավ աշխատել։ Բայց քանի որ քաղաքացիական պայմանագրի քիմքին դուր չէր գալիս Թագուհի Թովմասյանի մի շարք հայտարարություններ, նույն ձևի որոշեցին Թագուհի Թովմասյանին պաշտոնազրկել։ Ինչ վերաբերվում է ընտանեկան բռնության հետ կապված այդ օրենքի նախագծին, գիտեք, մեզ համար միանշանակ է, որ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, ընտանեկան բռնությունը, ցանկացած անարդարություն պետք է օրենքի խստացումով բացառվի։ Այլ հարց է, որ խորհրդարանական գործունեության մեջ ընդհանրապես չգրված նորմեր կան։ Երբ որ որևէ պատգամավոր որևէ նախագծով հանդես է գալիս, նաև իր ոչ դաշնակից, ընդդիմադիր շրջանակները փորձում է խորհրդակցել խորհրդարանի ամբիոնից ու դահլիճից դուրս, որպեսզի հնարավորինս շատ քվե ապահովի եւ կարծում եմ, որ այդպիսի կոմունիկացիա ձեր ու մեր խմբակցության կողմից դինելու դեպքում չէր բացառում միանշանակ, որ կողմ կարող են քվեարկել, իդեպ այստեղ հատուկ պետք է նշեմ հպարտությամբ։ Հայ հեղափոխական դաշնակցությունն այն կուսակցությունն է, որի իշխանության ժամանակ առաջին հանրապետության օրերին, հակառակ որ շատ երկրներում կանանց քվեարկելու իրավունք չկար, ոչ միայն Հայաստանում 19 թվականի ընտրական օրենսգրքով ամրագրեց կանանց եւ տղամարդկանց քվեարկելու հավասարությունը, այլ խորհրդարանում ներկայացված էին միանգամից 4 կանանցով։ Դաշնակցությունը այն կազմակերպությունն է, որի որպես ուղեկից միություն գործում է հայ իրականության ամենահին կանանց հասարակական համահայկական կազմակերպությունը, հայ օգնության միությունը, որը հիմնադրվել է 1910 թվականին, արձագանքեք հետո շարունակ։ Արձագանք։
Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ձեր պատասխանից ինձ մոտ տպավորություն է, որ ազգային ժողովի ընթացակարգերը բավարար չէին, այսինքն բովանդակության քննարկման համար, մեզ ձեզ ավելի շուտ պետք էր ինչ-որ կուլիսային համագործակցություն, որպեսզի օրենքի բովանդակությունը չդառնար գրեհկաբանության թեմա, ինչը ձեր տղամարդ գործընկերների մեծամասնություն արեց քննարկման ժամանակ, եւ ես չտեսա որևէ կին падգամավոր, որը աջակցեր օրենքին եւ ինչ վերաբերում է պաշտոնանկություններին, որոնք եղան ազգային ժողովում, ապա խնդրում եմ ինձ բացատրել, արդյոք օրինակ Իշխան Սաղաթելյանի 0 ներկայությունը ազգային ժողովի նիստերին եւ նմանատիպ բացակայությունները նաեւ պարոն Վահե Հակոբյանի դուք համարում եք այսինքն արդարացի եւ նորմալ գործելավոճ ժողովրդի համար եւ սա համարում եք քաղաքական հաշվեհարդար ընդամենը։ Ես իմ խոսքը ավարտեմ, հետո կարձագանքեմ կպատասխանեմ։ Հայ օգնության միությունը 1990 թվականից ամբողջ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է ազատամարտիկների կողքին, եղել է Արցախի կողքին, եղել է Աղետի գոտի կողքին, Ախուրյանում մոր եւ մանկան կենտրոն է կառուցել, գյուղ է կառուցել, Արցախում բազմաթիվ մանկապարտեզներ, ՄԱԿ-ի դիտոր կազմակերպությունը, իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը անդամակցում է համաշխարհային սոցիալիստական սոցինտերնի կանանց կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին, Իշխան Սաղաթելյանը իր պարտականությունները կատարել է, թեև այդ ամբողջ ընթացքում նիստ վարելու հնարավորություն չի ունեցել։ Իսկ երբ Իշխան Սաղաթելյանը բացակայել է ամբողջ Հայաստան խմբակցությունը, որտեղ մեր համար քաղաքական պայքարը ոչ միայն այս դահլիճն է, այս ամբիոնն է, այլ նաև հրապարակները, եւ եթե հիշեք, այդ ժամանակ դիմադրության շարժումն էր եւ մենք լայնածավալ փողոցային պայքարի մեջ էինք։ Շնորհակալ եմ։ Հանուն արդարության պարոն Սաղաթելյանը մի անգամ նիստ վարել է, ես հիշում եմ։